Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին Նարեի խոհանոցում եք եւ այսօր պատրաստելու ենք ամենահամեղ կարմիր ոսպով քյուֆտա։ Հարգելիներս, նախ նշեմ ոսպի օգտակար հատկությունները, օգնում է վերահսկել քաշը, կարմիր ոսպը ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան կալորիաներ։ Ոսկի հաճախակի օգտագործման դեպքում պետք չէ անհանգստանալ քաշի ավելացման համար։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, կարմիր ոսպը օգնում է օրգանիզմին ավելի շատ սննդարար նյութեր յուրացնել բաղադրատոմսում առկա սննդից։ Լավացնում է սրտի աշխատանքը, կարմիր ոսպը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ մաքրում է արյունը, լավացնելով արյան շրջանառությունը, օրգանիզմը ապահովում է անհրաժեշտ սպիտակուցներով, կարմիր ոսպը իսկական փրկություն է նրանց համար, ովքեր չեն կարող միս օգտագործել։ Օգտակար է նաև հղիների համար, կարմիր ոսպը ֆոլաթթու է պարունակում։ Դե ինչ հարգելի հետևորդներ, այսքան օգտակար հատկություններ լսելուց հետո անպայման գնանք պատրաստելու հարգելիներդ։ Այդ ընթացքում, ինչպես տեսակ ես, արդեն լավ լվացնելուց հետո կարմիր ոսպը ուղարկում եմ եփելու եւ անցնենք մնացած բաղադրիչները պատրաստելու։ Մեկ օր առաջ անպայման թրջեք ոսպը, որպեսզի ավելի արագ եփվի։ Այստեղ եռացրած ջուր եմ ավելացնում ծավալին, մանր տեսակի ծավալն եք վերցնում, որպեսզի թրջելուց հետո ինքը սկսի աճել։ Պատրաստելու ենք սոխարած, վերցրել եմ 1 գլուխ սոխ, սոխարած ենք անելու, ավելացնելու ենք տոմատի մածուկ, համեմունքներ եւ այսքանը հարգելիներս վերջում կավելացնենք թարմ կանաչիներ, սոխ, համեմ, սամիտ եւ զարդարելու ենք հազարի տերևներով հարգելի հետևորդներ, վերջում իհարկե կիտրոն է անհրաժեշտ, որպեսզի մատուցենք կիտրոնով։ Նախքան ինձ հետևելը հարգելի հետևորդներ, կխնդրեի, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ եւ օգտակար բաղադրատոմսեր։ Սոխը մանր կտրատելուց հետո ջիտապտղով տապակելու եմ, ավելացնելու եմ կարմիր պղպեղ եւ մի փոքր աղ, այնուհետև կավելացնեմ նաեւ տոմատի մածուկ եւ պատրաստ է հարգելիներս, հետևեք եւ կտեսնեք թե ինչպես եմ այն պատրաստում։ Սոխարածը նույնպես պատրաստ է, մանր կկտրատեմ նաև կանաչ սոխը եւ կանաչիները եւ մինչ ոսպը պատրաստ կլինի, բոլոր բաղադրիչները կմիացնենք իրար։ Ինչպես տեսնում եք, ոսպը արդեն պատրաստ է, հիմա բոլոր բաղադրիչները կմիացնենք իրար եւ ոսպով քյուֆտան արդեն պատրաստ կլինի, կձևավորեմ եւ կմատուցեմ կիտրոնով։
Քյուֆտան գրեթե պատրաստ է, հարգելի հետևորդներ, ձևավորում ենք, ինչպես ասեցի, հազարի տերևներով, տերևները արագ կդասավորեմ և կձևավորեմ քյուֆտաները, ցանկության հարգելիներս ինչպես ուզում եք ձեր կձևավորեք, համը մնում է միևնույն է, ես կարող եք և ձվաձև պատրաստել, կարող եք և կլոր պատրաստել, սովորական այսպես վերցնելու եմ մի ափի չափով և տեղավորեմ ամեն մի տերևի մեջ։ Ահա և վերջ հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք արդեն պատրաստ է, ձևավորեցի, հիմա տեղավորում եմ նաև կիտրոնները, անպայման կիտրոնով կմատուցեք, կիտրոնով առավել ևս համեղ է ստացվում։ Իսկ ինձ մնում է հիշեցնել հարգելի հետևորդներ, որ գտնվում եք Նարեի խոհանոցում, չմոռանաք բաժանորդագրվել, եթե դեռ բաժանորդագրված չեք, սեղմեք զանգակի կոճակը և հավանեք, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ և առողջարար բաղադրատոմսեր։ Ձեզ հետ կրկին Նարեն էր, առողջ մնացեք, հաջողություն։